գով է ասել, որ ինքնիշխան պետություն ունեն։ Եթե Ադրբեջանի նախագահան 2021 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարում է, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, եւ ընդամենը ժամանակ անց Հայաստանի վարչապետը ասում է, այո, պետք է փոխել այդ սահմանադրությունը, սա նշանակում է ինքնիշխանություն ունենալ։ Իդեպ նշեմ, որ այդ անասնական թեզը թե Նիկոլը փորձում էր դեռ 20 թվականին փոխել սահմանադրությունը, Նիկոլը փորձում էր սահմանադրական բادرանի պահով փոխել սահմանադրությունը։ Նիկոլը 20 թվականի չստացված սահմանադրական հանրաքվեում չէր փորձելու հանել անկախության հռչակագրի այդ ամբողջական մասը սահմանադրությունից։ Սա էլ ասեմ, որ հանկարծ չփորձեն նիկոլականները եւ ժեխափթիր մասան ասել, որ Նիկոլը դեռ 2020 թվականի մարտ-ապրիլ ամսին էր փորձում փոխել, COVID-ը խանգարեց։ Նիկոլը այդ ժամանակ սահմանադրության միջից անկախության հանրաքվեն չէր հանելու։ Եվ այս շատ պահանջներ։ Բացից ու Անկարայից ինչ հնչում է, Նիկոլը անում է ինքնիշխանության մասին է խոսքը։ Նիկոլը ձեռնտու է բոլորին։ Նիկոլը ձեռնտու է Թուրքիային, Նիկոլը ձեռնտու է Ադրբեջանին, Նիկոլը ձեռնտու է ռուսներին, Նիկոլը ձեռնտու է Եվրոպային, Նիկոլը ձեռնտու է Մակրոնին, Նիկոլը ձեռնտու է Իրանին, Նիկոլը ձեռնտու է Ամերիկայի Միացյալ Նահանգներին ամենակարևորը։ Նիկոլը ձեռնտու չէ Հայաստանին եւ հայ ժողովրդին, որտեղ այն ում որ ինքը ձեռնտու է, ինքը այդ երկրների մայրաքաղաքներից հնչող բոլոր պահանջները կատարում է։ Դրա համար է ձեռնտու է, ինչ եղել որ։